Այս շաբաթ Բաղրամյան 26-ում քննարկվեց հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները։ Ամերիկյան կապիտալով ընկերությունները Հայաստանում քիչ չեն 800-ից ավելի, սակայն կարող են ավելին լինել։ Հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական ներուժը ամբողջությամբ օգտագործված չէ։ Մյուս կարևոր ուղղությունը էներգետիկ ոլորտն է, որտեղ ամերիկյան կողմը ներդրումների մի մասն իրականացրել է և առաջիկայում նորն էլ կանի։ Միայն էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում Միացյալ Նահանգները վերջին 2 տարում կես միլիարդ դոլարի ներդրում են արել։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների ներուժն ու գործակցության մակարդակը ուսումնասիրել է Լիլիթ Ասլանյանը։ Ամերիկյան համալսարանը ինձ համար կամուրջ է Հայաստանի և Արևմտյան աշխարհի միջև։ Ալեքս Միքայելյանը Միացյալ Նահանգներից է եկել Հայաստան բանակում ծառայելու և ամերիկյան համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու համար։ Սովետ միությունն էր, որ այս գործընթացը սկսվեց։ Հայաստանում ամերիկյան համալսարանը 25 տարի առաջ ստեղծվեց։ Այն եկավ օգնելու նախ հետբուհական տարիքի քաղաքացիներին այլընտրանքային արևմտյան կրթություն ստանալու գործում։ Հիմա նաև դպրոցն ավարտողներն են այստեղ շտապում բակալավրիատ։ Այսպիսի համալսարաններ Միացյալ Նահանգներից դուրս կան երևի մոտ 15 կամ 20-ի շուրջ։ 2 ամիս այստեղ եմ սովորում ու այս կայքը արդեն պատրաստել ենք։ Ամերիկյան տեխնոհոսքա Microsoft-ը Հայաստան եկավ 2006 թվականին, հետո էլ ինովացիոն կենտրոն հիմնեց։ Վերջին 6 տարում այստեղ պատրաստվել է ավելի քան 6000 մասնագետ եւ աշխատանքի տեղավորվել։ Microsoft-ի ինովացիոն կենտրոնը դա մի միջավայր է, բացի ֆիզիկական տարածքից, որը փորձում է աջակցել երիտասարդներին իրենց գաղափարները ինկուբացիայի միջոցով հասցնել պրոդուկտի վիճակի։ Մոբայլ հավելված ենք մշակում, որը թույլ է տալիս ցանկացած մարդու ստեղծել լրացված իրականության սեփական կոնտենտը։ Հայաստանում է նաև ամերիկյան IBM ընկերությունը, կառավարության եւ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն է հիմնել Հայաստանում։ Սա մի հետաքրքիր մոդել է վերազգային կազմակերպությունների Հայաստանում աշխատանքի, որոնք Հայաստանը տեսնում են, որտեղ կարող են այս խնդիրների իրական լուծումները գտնել։ IBM-ի ստեղծած կենտրոնը հարթակ է երիտասարդ մասնագետների, գիտնականների, դասախոսների համար։ Այստեղ հայտարարվում են հետազոտական մրցույթներ, հաղթողն էլ ստանում է դրամաշնոր ու աշխատանքային պայմաններ։ Ֆոտոշարքը ամբողջովին նվիրված է դրան, ամբողջովին ֆինանսավորում ենք երկրի նախագահի կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՏՏ ոլորտում։ Համաշխարհային հեղինակություն վայելող ամերիկյան Սինոպսիսը 2005 թվականից հովանավորում է ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին եւ աշակերտներին։ Օգնում է տաղանդավոր երիտասարդներին մասնագիտության ընտրության գործում։ Նաեւ ուղեղների արտահոսքն է կանխում։ Մասն է ինչ-որ ժողովրդության սխեմատիկ մասն է, որը Հայաստանը ինֆորմացիոն տեխնոլոգիաների երկրից վերածվել է բարձր տեխնոլոգիաների երկրի, վերականգնել ու զարգացրել է ինժինիրինգը։ Սինոպսիսը 13 տարի մշակում է միկրոսխեմաների նախագծեր եւ արտահանում։ Տնտեսության զարգացմանը նպաստելու գործում Սինոպսիսի ավանդը գնահատել է նաեւ ամերիկյան պետքարտուղարությունը հատուկ մրցանակով։ Ես հայտնվել եմ այն միջավայրի մեջ, որտեղ որ ամբողջ ֆիլմն է ընթանում։ Վիրտուալ իրականության սարք է, որի տեսաբովանդակության հեղինակը ամերիկյան Technology and Science Dynamics ընկերության հայաստանյան դուստերն է։ Ընկերության ղեկավարը մի քանի տարի առաջ որոշեց նաև Հայաստանում ՏՏ-ին աջակցել։ Սանտա Բարբարայից տեղափոխվեց Հայաստան։ Հենց նրա ջանքերով անկախ Հայաստանում ստեղծվեցին նաև առաջին բջջայինը, ARM-ֆոնը եւ պլանշետը, ARM-Hub-ը։ Ստեղծել են եւ շարունակում ենք աշխատել ու ստեղծել որոշակի պրոդուկտներ, որոնք այսօր հանդիսանում են մեր երկրի այցելուներին։ Սիլիկոնային հովտից օվկիանոսով բաժանված Հայաստանում ամերիկյան ներդրումների մեծ մասը հենց ՏՏ ոլորտ է ուղղում։ Աշխարհի համար 1 տնտեսությունը համարվում է Հայաստանի 10 ամենախոշոր ներդրողներից մեկը։ Այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800-ից ավել ընկերությունները լուրջ ներդրումներ ունեն այդ գործում։ Այս լսարանում բիզնեսի հմտություններ եւ բիզնես անգլերեն են սովորեցնում բոլոր նրանց, ովքեր Ամերիկայի հետ գործ պիտի ունենան։ 3 կարևոր բան, որ յուրաքանչյուրը պետք է հիշի ամերիկացիների հետ բանակցությունները հաջող վարելու համար։ Նախ ջերմ ծեղմել ձեռքը, անպայման ժպտալով նայել աչքերի մեջ ու խոսել հստակ։ Այս ձեռասեղմությամբ ամերիկյան Contour Global ընկերությունը նոր կյանք խոստացավ 40-ամյա ֆիզիկապես մաշված որոտանի հեքին։ 2014 թվականին կառավարությունը $180 միլիոն վաճառեց այն 20 երկրներում ակտիվ աշխատող ամերիկյան ընկերությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների
որևէ մասնավոր ընկերության կողմից սա համարվում է ամենամեծ ներդրումը Հայաստանում։ Կոնտուր գլոբալի ղեկավարների հետ նախագահ Սարգսյանը Նյու Յորքում վերահաստատեց 70-ականներին գործարկված Որոտանի հեկին նոր կյանք տալու ծրագիրը։ Եկող տարի 51 միլիոն եվրոյով կսկսվի հեկի արդիականացման ծրագիրը։ Էֆեկտը կլինի երկարաժամկետ։ Մինչև 2050-60 թվականները Որոտանի հեկը կլինի Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալի մասնակիցը։ Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները մշտապես մեզ ցուցաբերել են օժանդակություն եւ Միացյալ Նահանգների կառավարության կողմից այս տարիների ընթացքում Հայաստանին հատկացված տեխնիկական եւ մարդասիրական օժանդակությունը հասել է գրեթե 2 միլիարդի։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները առևտրի ու ներդրումների ոլորտում գործակցության առաջին համաձայնագրերը կնքել են 1992 թվականի ապրիլին։ 2015-ին Վաշինգտոնում հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասան։ Ավելի քան 5 տարի բանակցելուց հետո Հայաստանը Միացյալ Նահանգների հետ կնքեց առևտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը TIFAN։ Հայաստան-ԱՄՆ առևտրաշրջանառության այս տարվա աճը պայմանավորված է հիմնականում հայկական ապրանքների արտահանման ավելացմամբ։ Մեզ չեմ բավարարում այսօրվա մակարդակը հարաբերությունների զարգացման շատ մեծ ներուժ կա, հաշվի առնելով Միացյալ Նահանգների տնտեսության զարգացության մակարդակը, հաշվի առնելով նրանց պատրաստակամությունը եւ անշուշտ մեծ պոտենցիալ ունեցող հայկական համայնքի առկայությունը Միացյալ Նահանգներում։ Ամերիկան խորհրդանշող ազատության արձանը, Մանհեթենը, Հոլիվուդի աստղերի պուրակը տեսնելու համար ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկ է այցելում Միացյալ Նահանգներ, նաև Հայաստանից։ Ուղիղ շվերթներ դեռ չկան, բայց դա չի խանգարում հատել օվկիանոսը ու ջերմ պահել հայ-ամերիկյան բարեկամությունը։ Լիլիթ Ասանյան, Ալբերտ Գալստյան, Արմեն Շահոյան, Post Factum։